ժողովուրդը բնականon իրենց կյանքով զբաղվում են, ոնց տենեմ եք։ Հենա գարնանային աշխատանքների մեջ ուրիշ տենց ասում են, որ այդ կրակոցները նպատակ ունեն, որպեսզի գյուղացիները վախենան, թողնեն գնան։ Գյուղացիները ոչ մի բանից չեն վախենում, ոչ մեկ ստեյջ չի գնում, եթե գնալու ունեինք արդեն 2020 թվականից 5 տարի անցել, այստեղ էլ չէինք ապրի։ Մենք թուրքը ամենավերջի մարդն է, որ Իրանից պետք է վախենանք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ստեղ գյուղի ապրողները հիմնականում ոչ մեկ չի վախենում, որ ասենք սահմանը այդքան մոտիկ է, կամ ես իմ ինչ-որ թուրքը կանգնած է ինչ-որ մի բարձունքում դիտարկում է, չէ, նորմալ սովորական հմի սաղս էլ հասկանում ենք, որ սահմանա։ Հավատում եք, որ պատրաստ է թշնամի խաղաղության։ Ճիշտն ասած, ես այդ հարցին չեմ կարա պատասխանեմ, որովհետև չգիտեմ, չեմ կարա այդ հարցին պատասխանեմ։ Մեր թշնամուն, մեր հակառակորդին ճանաչելով, յոսիմ, դա մի քիչ դժվար հարց է, դա թող կառավարությունը պատասխանի այդ հարցին, մենք ինչ պատասխանենք, մենք sense հասարակ ժողովուրդ ենք, մեր համար, մեր գյուղում, մեր բնակավայրում ապրենք։ Այս հիմա ինչ աշխատանքներ եք ստեղծված։ Ծառեր, ուզում ենք ստե տնկենք էլի, այգի է։ Էտա։ Տարբեր, խնձորի էլ կա, դեղցի էլ կա, տանձի էլ կա, ամեն ձևի ծառերը էլի sense տնկում ենք այգի դառնա։ Իսկ ԵՄ դիտորդները եկել են, ասեք։ ԵՄ դիտորդները միշտ էլ գալիս շրջում են, դե երևի այդ մարդիկ էլ իրենց խնդիրը ունեն։ Մենք ճանապարհին տեսանք, գյուղի ներսում էին բնակիչների հետ էին խոսում, թե պարզապես դիտարկումներ են անում։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Համենայն դեպս ես ոչ մի անգամ այդ մարդկանց միշտ էլ տենը մենք գալիս շրջում են, դե չգիտեմ իրանց խնդիրը որն է։ Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ ապրում եմ, թող երևանցիք մտածեն։ Ես որ փախա իրանք վախշե են փախնելու։ Ասենք դուք չեք փախ։ Ես իշտե փախնում։ Ես դա իմ տունս, իմ հայրենիքս, իմ տունս, իմ ծնված տեղը ստեղ է, մեռնել տեղը ստեղ։ Ես ուրիշ տեղ չեմ։ Մեկ ես չեմ կարող փախչեմ, բայց երևանցիք փախնել են հաստատ։ Եկին բան։ Ես այդ կարամ ասեմ։ Որտեղ հիմա ոչինչ չեք անում։ Մեր կառավարությունը նորմալ չի կարող обеспечить անի մեր ամեն ինչին։ Անվտանգությունը։ Մեր անվտանգությունը մեզ համար սովորական է տարալ արդեն ամեն ինչը։ Մենք սովորական մարդիկ ենք, ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչից ոչ մի բանից չեք վախում։ Մեր համար զենք կվերցնեք։ Զենքը միշտ էլ իմ ձեռս եղել է։ 90-ական թվականից մինչև հիմա։ Ես աշխարհազոր չեմ երկրապահ եմ եղել։ Մինչև հիմա էլ իմ երկիրը պահելու եմ, երբ էլ ինչ որ մի բան լինի, ես իմ երկիրը պահելու եմ, ոնց որ պետք է։